որ հավատացում եմ չկա նման բան։ Ինչ։ 15 դրանք երկու տարբեր արժե համակարգեր։ Սպասից տեղ ասում, գործընթաց է արվում, որ նախագահ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին են, ընկերներ են, մտերիմներ են, հավատացում եմ չկա նման։ Այսինքն ուժ եք խոսում Քոչարյանի Սերժ Սարգսյանի ընկերության մասին, էլի։ Այս կտորը, նայեք, հեսա ստեղ ինչ ասում, ես չեմ ուզում էլի հա տենց լսենք, բայց արդեն վստահ եմ դուք հավատում եք, որ ասում ենք այն ինչ ինքը ասում է։ Նախ այո, մի հատ եկեք հասկանանք։ Այս մարդիկ ունեն իրար հետ երկար ճանապարհ անցած։ Հա մի հատ սաղ դնենք մի կողմ, էլի Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, անկախ թե այսօր իրանք ինչ հակասություններ ունեն, գաղափարական, թիմային, ես չգիտեմ։ Արա այս մարդիկ, դու Կոչուբաև, դու ով ես, որ խոսում ես իրանց ընկեր կամ չընկեր լինելու մասին։ Դու լիազորված ես, ես վստահ եմ դու լիազորված չես։ Ես հարմար առիթի բարեկամ կճշտեմ, արդյոք դու լիազորված ես խոսել այս մարդկանց անցած եկա ճանապարհի մասին, ու ասել վստահեցնում եմ իրանք ոչ մտերիմներ են, ոչ ընկերներ են։ Լևոն Քոչարյանի հարսանեկի քավորի մասին դու տես վստահությամբ խոսում ես որ ոչ ընկերներ են, ոչ մե ով ես դու։ Այդ մարդիկ ունեն։ Օրինակ Քոչարյան Լևոնը գիտի որ իր քավորի մասին իր փաստաբանը տես բան է ասում։ Ոնց է դրան վերաբերվում։ Ուսի մի քիչ տարօրինակ է։ Գիտեմ էլի։ Գիտես, բայց էդ իլը մի կողմ էլի, բարոյական բան կա ստեղ։ Ես օրինակ ինձ երբեք թույլ չեմ տա մտնել այդ մեծ մարդկանց, մեծ ոչ թե տարիքով, այլ նաև ավանդով։ Իրանց անցած ճանապարհով որ այդ մեծություն են այդ մարդիկ։ Դու ինչ գիտես, արա, իրանք իրար մեջ ընդհանուր առմամբ անկախ ինչ որ բանից, իրանց գլոբալ հարաբերությունները ինչպիսին են։ Ես դու քեզ վերագրում իրավունք մտնել այդ դաշտ։ Իդեպ Սետրակի հարսանեկի քավորն է ներողություն։ Չգիտեմ, ես գիտեմ որ ինչ որ քավոր սանիկ Հա, հարաբերություն։ չէ, Սետրակի հարսանեկի քավորն է Սետրակի։ Դա մի կողմ ակնհայտ չի որ ես դու այդ տղեն, դու այդ ոչ թե տղեն չես լավ առումով, դու այդ մարդը չես, որը կարա խոսի բարոյական առումով այդ մեծությունների իրար մեջ հարաբերությունների մասին։ Դու քեզ ոնց ես թույլ տալի, դու ընկել ես այդ քո շողքի հետևից, այդ որ տենց դու բան ես էլի ախպերս բան տենց 01001 ավտոները մաշնից էլի ասենց ինչ որ Պուտինի ցիտատներով, բաներով ու քեզ թվում է դու այդ լեվելի տղա ես, հա, որ մտնես այդ մարդկանց հարաբերությունների մեջ։ Ես գտնում եմ բան բարոյական։ Դու տենց այդ տեսանկյունից ես ասում։ Իմ համար նորից եմ ասում։ Արա ես որ, արա ոնց ասեմ, արա անգեր ճանաչ չեմ ուզում համեմատվեմ, պրոստը ես ցավում եմ ու ափսոսում եմ, անկեղծ եմ ասում, ափսոսում եմ, որ երկրորդ նախագահ ձեր հույսին է մնացել, լուրջ եմ ասում։ Արա ոնց կարելի է այս որակը բերել եթեր։ Արա ոնց, էլի ոնց կարելի է այս որակով պատասխանել ու Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ընկերության մասին գնահատական տա մեկը, որը вообще դու ով ես, ինչ կապ ունես։ Իսկ կարող ալի ազորված ես։ Դե իմանանք էլի, ես չգիտեմ, լուրջ եմ ասում, ես պրոստը էշանում եմ, ախպեր։ Ես լուրջ ես պրոստը էշանում եմ, արա անկեղծ եմ ասում, արա ոնց էլի, արա էս ուր եք հասե, էս ու ասում է Սերժ Սարգսյանը լիբերալ է, Ռոբերտ Քոչարյանը պահպանողական է։ Արա տղա ջան, Գարեգին Նժդեհի լիբերալիզմի հետ կապը մի հատ կարասից բացատրես։ Այսինքն ոնց ա եղել։ Ջոն Լոկը ստեղծել է, Լյուդվիգ ֆոն Միզես բան եկել են, Ադամ Սմիթ բանվա, սենց հասել են տեղ, վերջում եկել է Գարեգին Նժդեհը շարունակել, աննորմալությունը կանխավարկածից, արա ես չեմ հասկանում, էլի։ Կա անմեղության կանխավարկած։ Ես երբեմն մտածում եմ, որ որոշ քաղաքական հետևություններ անող մարդկանց պարագան պետք է անմեղսունակության կանխավարկածով առաջնորդենք։ Այսինքն Սերժ Սարգսյանը հանրապետական կուսակցության նախագահ, չեմ խոսում որ 93 թվից։ Իդեպ մի բան էլ շատ կարևոր կտոր է էս էլի, ես չէի ասել, ու բայց հիմա քանի տեղնա ասեմ, էլի։ Սերժ Սարգսյանը բոլոր իշխանությունների արած բողկերը իր վրա քաղաքական ատելություն գեներացած մարդ է։ 96 թվին Լևոնի բանի մինիստրներ այդ ցրելը իր վրա մնաց։ 2098-ից 2008-ի հոկտեմբերի 27, 2003 թվի ծեծուջարդ, 2004 թվի ծեծուջարդ հետընտրական, իդեպ այդ մեծ ռեյտինգով մարդը հետընտրական լիքը խնդիրներ ա ունեցել, մեծ ռեյտինգով մարդիկ սովորաբար չեն ունենում, դες խնդիրներ Քոչուբաև։ Այդ սաղ կեղտերը նորից Սերժ Սարգսյանի վրա է կպել։ 2008-ից 18 էլ չեմ ասում Սերժ Սարգսյանի վրա, ասել Սերժ Սարգսյանը իրեք իշխանության բացասական բոլոր բաները իր վրա վերցած մարդն է։ Ու նորից ասում, չեմ խոսում նրա մասին, որ ազգային ազատագրական պայքար, բանակի շինարարություն, այդքան ժամանակվա նախարար, որը սաղ կյանքն եղել է դրա մեջ, այդ սաղ այդ լիբերալ, այդ որ ասում ես լիբերալ է Սերժ Սարգսյանը, այդ աննորմալության կանխավարկածը չեմ ուզում։
2005 թվականից այդ մարդը եղել է հանրապետական կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, հետո արդեն նախագահ Անդրանիկ Մարգարյանի մահանալուց հետո։ Սերժ Սարգսյանի կուսակցությունը եվրոպական պահպանողական կուսակցությունների ընտանիքի անդամ է, EPP-ի անդամ է։ Իդեպ դրա անդամ էր նաև բանը, եթե չեմ սխալվում, Եդինե Ռասյան, ոնց որ դա կասեցրեցին, թե ինչ արեցին այս ընթացքում։ Արա դու հասկանում ես, լավ, ասենք ոնց կարելի է այսքան աբսուրդ անել։ Այսինքն եթե դու նկատի ունես, որ Սերժ Սարգսյանի ժամանակ սոցցանցերն ավելացել ու դրանով դու լիբերալիզմ ես տեսել Սերժ Սարգսյանի գործողությունների մեջ, այդ արդեն նույն մեկնաբանություններին արժանին է, ոնց որ այս քո համոնadrության մասին գիտելիքները։ Բայց ոնց կարելի է ասել Ռոբերտ Քոչարյանի, իդեպ ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որի պահպանողականության, այսպես ասած, դե յուրե հիմքերից մեկը, չեմ ասում դե ֆակտոների մասին, դե ֆակտոներ շատ կան, դե յուրե հիմքերից մեկն ու ամենամощնի հիմքը կուսակցությունն է։ Քոչյանը կուսակցություն կյանքում չի ունեցել։ Կյանքում, որևէ թիմ, որը լի, ասենք օրինակ, պահպանողական արժե համակարգի կրող բան, ասենք կուսակցություն, չի եղել այս բանը։ Այսինքն դա ոնց կարելի է, էլի այսքան Դե գիտես ոնց անընդհատ ինձ բռնում է մտքի վրա, որ մենք պետք է փորձենք զգուշ բանանել հակադարձման մեջ, որ անընդհատ էսա բերում ես, ոչ թե էս ինքը կոնկրետ, ինքը փոքր է, բայց այդ բանը տանում է նրան, որ հակադարձելով դու կարաս ինչ որ Չէ, բայց քեզ մի բան ասեմ, բրատ։ Իդեպ ասեմ քեզ, էլի ես օրինակ Սերժ Սարգսյանի պահպանողականության ամենաուժեղ դրսևորումներից մեկը գիտես որն եմ համարում։ Ընկերության ընտանեկան արժեքների մասին ունեցած իր պատկերացումները։ Այդ արժեքների մասին իր ունեցած պատկերացումներն է հիմք եղել, որ միջև էս ոչ մի տիպի ու ոչ մեկ հանրապետականից երկրորդ նախագահի այսպես ասած բոստանը քար չի գցել ու շարունակում է քար չգցել։ Այդ է պահպանողականությունը Քոչուբաև։ Ամեն դեպքում ես միանշանակ կիսում եմ Նարեկի ասածները այս մասով էս էլ այլի նայեք վտանգը նրանում է որ արա բերում է ստիպված հակադարձելուց դու սկսում ես բերել էլի օբյեկտիվ բաներ, որը կարող է ինչ-որ մարդկանց վնաս տա, մենք չենք ուզում դրանով։ Որը կարող չլներ, եթե այս ամենը չլներ։ Եք դուք բերում ես դաշտ էլի, որ այս ինչ լնի։ Իդեպ մենք ուղի եթերում ենք, արդեն եսի ինչքան ժամանակ է։ Մի քիչ մնաց։ Մեզ Վարդան Զորաբյանը ուղարկում է աջակցություն, շատ շնորհակալություն, մեր Վարդանն է։ Մեր Վարդանը, Վարդան ողջույն բրատ։ Մերսի շատ, նա ինչ օրի ենք, ինքն էլ այդեպ շատ անհանգստացած էս ամեն ինչով, հենց Վարդան մի քիչ անստի հելարի, լուրջ եմ ասում, նայ քեզ ինչ եմ ասում։ Վարդան այն մարդն է, որ հստակ ոչ մի քաղաքական ուժի, ինքը հայրենասեր տղա, որը հենց մի բան լինում էր 4 հոգի հավաքվում էր 5-րդը ինքն էր լոսից գալիս տեղ մի խոսքով ինքն իր հետ էլ եմ խոսել ինքն էլ իր մտավախություններն էր ասում ես կատարվածի հանդեպ դրա համար երևի միջև մա տենց չնայած միշտ անամ գիտեմ բայց ամեն դեպքում կպած նայում գիտեմ ինքն էլ անհանգստանում մենք էլ ես անկեղծ եմ ասում ես ինձ հաճելի չի ինձ շատ ավելի հաճելի էր Նիկոլի այդ էշությունները բացահայտել քան այս դեպքերում երբ որ ստիպված եմ լինում ասենք հակադարձության մեջ որոշակի ռիսկեր կրել շատ ենք արդարանում եղբայր արա արդարացան հարց չի բռա տեսի շատ կարևոր է որովհետև ինքը կարա բերի միջ ընդդիմադիր խնդիրներ։ Դե ես էլ ասում եմ ախպեր ջան, օրինակ հիմա այս կոչ եմ անում 5-րդ ալիքին, որտեղ մեր մոտ խաչվող լսարան չի վստահաբար։ Ես վստահ եմ, այս ավելի շատ մարդ կնայվի, քան այդ ինչ որ դուք գցել եք, այդ չի հարցը, բայց խաչվող չի։ Մարդը որ նայել է ձերես արածը, տղեկ, Հարություն ջան։ Իր մոտ մնալու է Կոչուբաևի տված էշությունները։ Հետո դուբլած ինչ որ մարկանցով, Նարեկ Մանթաշյան Նարեկներ, թե Մանթաշյան Նարեկ։ Այսինքն վրա բերեցիք Մանթաշյան բերեցիք ու մարդը որ ձեզ ամենակ նամ կարող մեզ չի նամ, բայց 5-րդ ալիք նամա։ Իր մոտ այս եզությունները մնալու է։ Ես քեզ պատրաստ եմ Հարություն ջան, հանդիպենք, ես դու գիտես, որ ես հանրապետական չեմ ախպեր ջան։ Ես вообще Ռուսաստանի քաղաքացի եմ։ Գիտես, որ անկախ Այսինքն Ռուսաստանի քաղաքացի չի կարող հանրապետական լինել։ Ոնց կլինի բա։ Չի կարա։ Ոնց կարա ախպեր, դի քաղաքացի լինես, որ կուսակցության անդամ լինես։ Թե չէ, հնդիկները սա հիմա ԿՊ էին։ Ինչևէ, ես քեզ կարամ հանդիպեմ էլ հետդ, ես կոչ եմ անում քեզ, ախպեր ջան։ Հրավիրել մարդ 5-րդ ալիք։ Չեմ ասում ինձ, ես դրա մասնագետ չեմ։ Չէ, բայց ոնց հրավիրեն, ցավը տան։ Ես կոչ եմ։ Դե թող ասի որ չի կարող։ Դե գծերը անցել են, ինչ հրավիրեն։ Չէ, թող հրավիրեն մարդ, որը ու այս նույն աղջիկը թող հարցնի, ասի օրինակ այ Կոչուբաևը ասում է որ համարությամբ սենց, որ մենակ